այսօրվա հյուրը ուղիղ եթերի տաղավարում Հրազդան Զեյթլյանն է, գրող, հրապարակախոս, ճարտարապետ եւ դաշնակցական լեգենդար Սարգիս Զեյթլյանի որդին։ Ողջույն, պարոն Զեյթլյան, եւ շնորհակալ եմ, որ եկաք, եւ նաեւ գիտեմ այսօր տարբեր միջոցառումների պիտի մասնակցեք, համոզված եմ շուտով կգնաք այնտեղ, նաեւ ինքս կգնամ, եւ շնորհակալ եմ, որ եկաք, ժամանակ գտաք։ Շնորհակալ եմ հարցազրույցի արիթին համար։ Պարոն Զեյթլյանի հետ նախապես ճիշտ ասած որոշել ենք խոսել ավելի շատ իր հոր Սարգիս Զեյթլյանի մասին, գործունեության մասին, քանի որ այս օրերին ես գիտեմ, որ տարբեր համայնքներում նշվում է 40-րդ տարելիցը մահվան, ով առևանգվեց, եւ այդ մասին նաեւ կխոսենք մեր թողարկման ընթացքում, բայց սկսենք միասին հետևում ենք մեր ուրեմն ծրագրին եւ փորձենք այսպես ամփոփիչ ձեր կարծիքը նաեւ լսել, թե ինչ է կատարվում։ Հենց Հայաստանի իշխանությունների արձագանքը, վերաբերմունքը եւ այլն, ինչ կարող եք ասել, ինչ եք մտածում։ Ում հետ գործ ունենք իդեմս Հայաստանի իշխանությունների։ Հետաքրքրական էր, որ Կարզեն Փաշինյանն էր, որ անընդունելի գտնե Ադրբեջանի եւ Թուրքիո դրոշներու այրվիլը Հայաստանի Երևանի գետրոնի մեջ, բայց ես գարզեմ, որ միակ դրոշակը, որ Հայաստանի հրապարակներու մեջ կարելի չէ այրել, անիկա Հայաստանի դրոշակն է, մյուս բոլոր դրոշակները, երբ որ պետք է ժողովրդավարական գործիքներ հայտնել ժողովուրդը եւ այրեր օդարներու դրոշակները, անիկա ժողովրդավարության մաս կգազմե եւ ժողովուրդը իրավունք ունի, նամանավանդ որ ասիգա եւ մեծ եղերի ժենոսիդին ասկագործանումին օրը կգադարվի եւ ուզեի բամսել այդ մասին ընդհանրապես մարդիկ գխոսին հրեական շոուային մասին ողջագիզման մասին հրեական բայց իբրև ամենեն մեծ ոճիրը պատմության մեջ բայց իրականության մեջ ավելի հսկա ոճիր մտեղ ունեցած է եւ անալ հայկական ցեղասպանություններ ինչու ողջագիզումը հրեական ողջագիզումը ադիգա ժողովրդի սպանություններ եւ վերացնումը սենք Եվրոպայեն ինչ կվերապերի հայկական ցեղասպանության ասիգա ոչ միայն ժողովրդի ոչնջացումներ այլև նաեւ հայրենիքի կողությունը այսինքն առնելը ազգիմ հայրենիքը այդ ազգեն ասիգա գվերածի ասի ոճիրները դարբեր մագարտակներու վրա են կողություն սպանություն ժողովուրդներու միջև ոճիր է անշուշտ ժենոսիդը բայց մեր բարակային ժենոսիդ բառը նույնիսկ բավարար չէ ոճիրի հայրենազրկում եւ հայրենազավթում ես պիտի գոչեմ ասի ազգասպանություն ազգ բառը կնշանակե պետություն եւ ժողովուրդ միասին ոչ մեկ բարձրապես ժողովուրդ ուրեմն հայկական ցեղասպանությունը մեկ level ավելի բարձր է նույնիսկ իբր ոճիր եւ այդ ոճիրը դակավին կմնա անլույց արդարությունը գոյություն չունի այդ ոճիրի համար ադոր համար պետք է շարունակել բայկարը այո այսօր մենք ամերիկահայությունը ակնկալում էր Թրամփից ինչ-որ statement, հայտարարություն եւ եղավ ճիշտ ասած իմ համար անակնկալ չէր եւ ես այդպեսի այսինքն պարտադիր չէ որ genocide բառն օգտագործեր եւ քանի որ գիտեք ինքը այդպես art of the deal առևտուր անելու մասնագետ է եւ Թուրքիայի հետ կարծես թե բավականին շատ մեծ հարցեր կար եւ այդ բառումով կասկածում էի որ նա ցեղասպանություն բայց չարտասանեց փոխարենը մեծա այդպես պատիվ խոսքեր ասեց հայ համայնքի մասին, որ գործարարն եւ այլն, եւ նաեւ ասաց, որ պետք է շարունակել Հայաստանի հետ, մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերություն Հայաստանի հետ։ Ձեր տպավորությունը։ Ամենեն հետաքրքրականը այն էր, որ ժենոսիդ բառը չի գործածեց Թրամփը։ Ժենոսայդ բառը քաղաքական բառ է։ Երբ որ մեծ եղեն եւ ժենոսիդ անշուշտ նույն գացության մասին է խոսքը ինչպես ասենք հոլոկոստ եւ ջենոսայդ հիմա ինչ տարբերություն այդ բարակային նույնն է քանի որ ամեն մարդ ընդունած է հրեական մեր բարակային այդ
հայկական ժենոսիդը չէ ընդունված։ Եվ ասիկա քաղաքական հարցն է։ Եվ երբ որ Թրամփը չի կործածել ժենոսայդ բարը, եւ միայն կործածել մեծիեղեն բարը, կաբակաղականացնե հայկական ժենոսիդը, քանի որ արդարության պետք ունի դակավին հայկական ժենոսիդը։ Հրեաներու ժենոսիդը ընդունված է եւ արդարություն դեղի ունեցած է, բայց հայկական ժենոսիդը սպասե դակավին արդարության։ Իհարկե, եթե ասենք օգտագործի կամ չօգտագործի, դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ արդեն ճանաչել է դեռևս 73 թվական, եթե չեմ սխալվում, Ռեյգանն է ճանաչել այս ցեղասպանությունը, հենց ջենոսայդ է անվանել, կոնգրեսի երկու պալատներն են որոշումներ ընդունել եւ այլն, այսինքն դրա ոչինչ չի փոխվում, դա փոխում է մեր վերաբերմունքը պրեզիդենտի նկատմամբ եւ ավելի շատ հասկանանք թե ինքը ինչ է ուզում։ Հիմա երբ որ կարող էր ասել ցեղասպանություն, չասեց, ով է դրա համար մեղավոր, այսինքն արդյոք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է, մեր Սփյուռքի վարած քաղաքականությունն է պատճառը, որտեղ մենք կարծես թե ոչինչ չենք արել, ինքը չի էլ խոստացել մեզ։ Թե ասենք թուրքական, լոբիստական եւ հենց Էրդողանի դերն է այդտեղ մեծ։ Այո, ճիշտ այդ է հարցը։ Ինքը չի կործածել genocide բարը եւ կործածել մեծիեղեն բարը, ինչպեսի մի առաջ Օբաման կործածել։ Այո, Օբաման խոստացել էր ճանաչել, Բայդենը ընդունեց genocide բարը։ Այո։ Ուրեմն ասիկա նահանջմն է եւ քաղաքական նահանջմն է, որովհետեւ թրքական լոբին արդվնե իրիկուն աշխատի, որբեսի այդ բարը չի կործածվի, քանի իրենք շատ լավ գիտեն, որ ադիգա քաղաքական բարմն է։ Եվ դժբախտաբար մենք ի վիճակի չենք հագաթարցելու այդ ուժերուն, որ այս բարերը սխալ ցեղով կործածվի։ Մենք շատ ավելի գազագերված պետք է լանք եւ Հայաստանի կառավարություն ոգի իբրին պետք է աշխատի այսպիսի հայտարարություններու պատրաստության ադեն, որբեսի genocide քաղաքական բարը միշտ կործածվի։ Այսինքն Սփյուռքը եւ Հայաստանի կառավարությունը պետք է շատ միասնական ցեղով աշխատին, որբեսի Ամերիկայի նախագահը genocide բարը կործածե եւ ոչ թե աբակաղական մեծիեղեն բարը։ Այո, բայց այսօր հակառակն ենք տեսնում։ Հայաստանի իշխանությունը ավելի շատ աշխատում է թուրքերի ու ադրբեջանցիների օգտին, քան հայ ժողովրդի հետ եւ Սփյուռքի հետ։ Կուզեի որպես Սփյուռքահայ նաեւ դուք խոսեք այս մասին։ Ինչպես է ազդել Հայաստանի ներկայիս իշխանությունը Սփյուռքի վրա։ Այն պարակտում է եւ այլ, արդյոք շարունակում է, թե վերջում արդյոք խելքի են եկել, հասկացել են, որ սա ոչինչի չտանող ճանապարհ է եւ հակահայ ճանապարհ է։ Ամենին դժբախտ երևույթը այն է, որ գազագերբական դգարությունը, որ հայկական պետությունը կներկայացնի ներկայիս ոչ մեկ ջիկ կա Սփյուռքը գազագերբելու, որբեսի Սփյուռքը գազագերբված ցեղով եւ միագամ ցեղով Հայաստանի իշխանություններու հետ միասնական ցեղով աշխատի քաղաքական հարցերու գծով։ Եվ ասեմ, բարակդում բարը շատ մեծ բարմնի ադիգը կնշանակե կարողություն փոփոխություններ ստեղծելու կամ աստելու Սփյուռքի վրա։ Դժբախտաբար այս իշխանությունները կարողությունը չունին գազագերբելու ոչինչ, նույնիսկ բարակդում ի վիճակի չեն գազագերբել։ Եվ այդ պատճառով Սփյուռքի կարողականությունը գազագերբված ցեղով իշա Հայաստանին չօգտագործվի, որքան որ կարելի է, որ այդ գազագերբված օգտագործությունը ունենա ամեն օր Հայաստանի համար, բայց աբիգարության պատճառով եւ գազագերբական դաղանթի չկոյության պատճառով ներկայիս Սփյուռքի կարողականությունը իսպաս Հայաստանին չօգտագործվի, այն կարողականությամբ, որ Սփյուռքը ունի, եւ ասիկա մեծ դժբախտությունն է։ Այո, Հայաստանի իշխանությունները այսպես քարոզչական շատ լայն արշավ են տանում այն մասին, որ թուրքերի հետ պետք է լավ լինենք եւ այլն, սահմանը բացենք, առևտուր անենք, անցյալը կարծես թե մոռանանք եւ փորձենք թուրքերի հետ բաց սահմանով հզոր Հայաստան սարքել։ Դա հնարավոր է եւ արդյոք Սփյուռքում շատերն են հավատում այդ հեքիաթներին։ Խաղաղությունը ցանկալի է, ամենեն ցանկալի բանն է աշխարհի մեջ խաղաղությունը, չէ՞։ Բայց ամենեն կարևորը արդարությունը եւ ամենեն ավելի կարևորը հողն է։ Առանց հողի, եթե չունիս հող, խաղաղություն երբեք գոյություն չունենա, քանի որ առանց հողի պիտի լաս եւ պիտի փորձես հող ունենալ։
ամենեն կարևորը հողը չգործընծնելն եւ պաշտպանելն է այդ հողերուն։ Եվ խաղաղության հասնելու համար պետք է նախ կարենաս պաշտպանել քո հողը։ Այսօր Հայաստանը գործունեած է իր Հայաստանի սահմաններեն հողեր գործունեած են եւ ներկա իշխանությունները ի վիճակի չեն այդ հողերը պաշտպանելու։ Երբ որ հայկական քյուղերու վրա կգրագվի ամեն օր եւ կառավարությունը գա որ ի վիճակի չէ այդ քյուղերը պաշտպանել եւ ժամանակը գանցնե արդվներ յուգունեսելու որ մենք չգրագեցինք։ Ես պիտի նախընտրեի որ երբեք չխոսեին որ թորև ժողովուրդը ողջևորվի որ ազերիներուն ասածի մեզ մեկը հարվածենք ու իրենց Երանի այդպես է բայց այդպես չէ գացությունը կառավարություն ունի որ ի վիճակի չէ պաշտպանելու իր երկրի սահմանները եւ ոչինչ կնե պաշտպանելու համար իր երկրի սահմանները եւ հավասիկ Հայաստանի հողեր գրաված են եւ կառավարությունը կշարունակե բարձրապես խոսել խաղաղության մասին առանց անդրադառնալու որ մենք բادرազմի մեջ ենք ամեն վարյան արդեն իսկ այո ես հիշեցի ձեր հայրիկի խոսքերը Սարգիս Զեյթյանի ցեղասպանության մասին նա ասում էր որ ցեղասպանության ճանաչումը դա ոչ միայն ողբե չէ այդպիսի բառացի միգուցե չհիշեմ բայց այլ դա նաև խորհրդանիշ է որ միասնականության, միաբանության եւ ապագան կերտելու ուղղությամբ եւ կուզեի նաև անցում կատարել նաև ձեր հոր քանի որ 40-ամյակն է տարելիցն է խնդրեի մի փոքր այսպես ամփոփ ներկայացնեք ինչ եղավ 40 տարի առաջ առևանգեցին նրան ովքեր եւ այլն կարճ խնդրում ներկայացրեք եւ նաեւ իր падգամը որն էր այսօրվա համար Սարգիս Զեյթյանի համար ամենեն կարևորը քաղաքական հարցն էր ցեղասպանության որ գաբունի հողերու արդարության հաստատման համար Սարգիս Զեյթյան դաշնակցական ղեկավարները մեկն էր ուղղորդող ղեկավարն էր եւ դաշնակցական եւ գաղափարախոս կարելի ասել այդպես ասենք դաշնակցության գաղափարախոսներեն մեկն էր եւ իր ինքը ջանցված է իբրև հայկական արևելումի գաղափարախոս ասենք սահմանումով եւ ինչ կհասկանանք հայկական արևելում այսինքն ոչ ասենք արևմտամետ լալ ոչ ռուսամետ լալ ալ հայամետ լալ այսինքն մենք մեր փրկությունը պետք է տեսնենք ուրիշ երկրներու մեջ այլ միայն մեր ուժերու վրա այսինքն կնշանակե հավատալ ինքնագազմագերման եւ միասնական ջիքերուն եւ ինչպես այդ միասնականությունը ստեղծել իրարու հետ գալով եւ խուսափելով դեղայնականությունը կամ իրարու այբանելով կամ ասենք արցախցիները versus հայաստանցիները սպիրկահայերը բաժանումներից խուսափել եւ ադոր համար ինքը վերջերս քիրք մտվեցավ իր մասին եւ գործածվեցավ ամենաղեղավարը սահմանումը այսինքն հայությունը իբրև ազգ եւ ոչ թե ասենք բաժան դարբեր դեղայնական գրուպներու մեջ ասել իր հիմնական գաղափարաբանությունը եւ այսօր գիտեմ որ մասնակցելու եք ուզում եմ նաեւ խոսք ուղղել մեր հայրենակիցներին տեղեկացնելով որ Մոնտեբելոյում արդեն սկսել է այդ միջոցառումը մարդիկ արգանքի турք են մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին իսկ ժամը 12-ից սպասվում է Հյուպատոսյան մոտ մեծ հանրահավաք եւ բոլոր դրանք ովքեր տեղյակ չեն Լոս Անջելեսաբնակներին կոչ ենք անում գնալ եւ մասնակցել եւ կարծում եմ միասին նաեւ մենք էլ այնտեղ կլինենք շնորհակալություն հետարքիր զրույցի համար եւ կարծում ապագայում կհանդիպենք ավելի այլ հարցեր քննարկելու մեր Սփյուռքի հետ կապված գիտեմ որ դուք բավականին մեծ գործունեություն եք իրականացրել ցավոք այսօր մեր ժամանակը սահմանափակ է շնորհակալություն Ձեր հայրենակիցներ իմ զրուցակիցը գրող հրապարակախոս ճարտարապետ Հրազդան Զեյթլյանն է շնորհակալություն ուշադրության համար կհանդիպենք